ամբողջ ճանապարհին մեռա վրեխ խրատ կարդալով, մեկը չի փոխվում, էլի հոտածի պես առանձնացավ գնաց իր համար վերև։ Որովհետև 1000 անգամ մեքենայի մեջ ասեց, փակի է թեման, դու էլի շարունակում ես։ Սուրճ կուզեք։ Այս ժամին ինչ սուրճայ բալա է։ Խնդրեմ, մեծ մարդա, ոնց չցավը տանեմ, էլ ոնց կուզեմ, դու դիր։ Ես կզարմանայի, որ դու հրաժարվեիր։ Ո մեռնեմ կյանքից սուրճը եղած է ինչ է։ Այնաս, ոստե։ Այչ։ Ասում ես էլի, այ վովա, շուն դառնաս, վովա։ Ավո դե լավ էլի, ավո, հասկացանք, ավո ջան, ցավը տանեմ, հասկացանք, հերիք է էլի, վայ։ Նախ մի այդ չափերը ճանաչի, այդ ես քո ցավը տանեմ, այդ ես եմ մեծը, ես եմ քո հոպարը, էլ տես բան չասես, ցավը տանեմը, որն է։ Ախպեր, նեղված եմ, ինքնաարտահայտվում եմ, չի կարելի, հա, թողեք խոսամ, ես ինչ էր։ Հա, ավո, հասկացանք, տենում ենք, հերիք է։ Գիտեք, սաղդ գիտեք, հախը դու բան չգիտեք, ցավը տանեմ հոպարը բոքսի ակունքներում կանգնած տղայա։ Դրան մոտ պետք է ծախից կպցներ Վլադիմիր Իլիչյաներ այդ վովային։ Ռինգում պարում է, ինչ ես պարում, այ հեր, այ ցավը տանեմ, հերս դու ինձ լավ կհասկանաս, այս բոքսն է փոխվել, առաջվանա չի, մեր վախտերով գիտես չես բոքսը ոնց էր, նայ, մտում էի ռինգ, գիտես ոնց էր, արա ռինգում ուրիշ ձև էր, այ հեր, մի տեսակ բան է իրանում։ Ավո, բարի գիշեր, ավո։ Այ դառը կուտ հերիքա ես խոսամ, դու ինձ ընդհատես հերիքա բոլա է։ Դավո։ Ինչ, ավո, ինչ է եղել։ Արի դիմաց կանգնի։ Ինչ ես ուզում ինձանից։ Սեր ու հարգանք, հոգատարություն ցավը տանը։ Դու բուն թեմային անցի։ Մի բան եմ ուզում ասում։ Ճիշտ է դու ինձ շատ ես նեղացնում, ցավացնում, բայց այդ կապ չունի։ Քո օպարը մեծ սիրտ ունի։ Ես կլեն սիրտ տղա եմ, ցավը տանեմ, ես ձեր համար պատրաստ եմ ամեն ինչի։ Հետո Ես իմ մեքենայի բանալիներնա ցավը տանեմ, իմ ավտոն տալիս եմ, իմ աղբոր բալին, որ վայելի, առողջ վայելի։ Ընտրեմ, քոթորների պես անշնորհք չգնահատող երևույթ գոյություն չունի, լուրջ եմ ասում։ Կերար մեզ էլի այ տղա։ Այ ձեր ցավը տանը, հանել եմ ավտո եմ նվեր տալի, ավտո, այ հեր, էլ իմ ավտոն, ավոյ ավտոն, չգնահատող նախանց, ես չգիտեմ ինչ ասեմ, քո թորն ես ինչ ես դաստիարակել։ Աբո ջան, բալես, տղես, վերջացրու ես ներկայացումդ։ Բա Դավիթն ուրա։ Լսի աղջիկ, էլ դրա աննում մոտս չտաս։ Վայ Տեր Աստված։ Հերս, մի բան էլ եմ ասում ու սուս մնամ, էլ ծապտուն չեմ անելու։ Այդ տեսակ նվեր կանես մեզ։ Հորս Ազիզարև քո խատեր հա։ Ասա։ Այդ վովայա ինչ այդ չեղածին ջնջում եք, լսում եք, ջնջում եք ձեր կյանքից, մեր կյանքից, էլ ես դրան չտենամ, դրա ոտը չտենամ։ Վերջ։ Հա, վերջ։ Դե ուրեմն սուրճդ խմի։ Չես լսում, ինձ չես հավատում։ Ինչ չեք լսում, հետո ոտներդ քարին ա կպտելու ասելու եք ավոն ասես չլսեց ինք։ Հա ցավդ տանեմ, ոնց ասես։
ասել Լեա։ Ո՞նց ես։ Որ ասեմ լավ կհավատաս։ Չէ, Այլ ինչ ես հարցնում։ որ իրար հետ խոսենք, տրամադրությունդ մի քիչ բացվի։ Հույսդ կտրի։ Ախր պարտությունն էլ է մարդու համար։ Հո աշխարհի վերջը չի։ Հիմա լուրջ բոլորդ որոշել եք ձեր հերթին այդ նույն նախադասությունը ասեք, որ ինչ։ Ուզում եմ հասկանամ ինչի ես հետ այստենց խոսում։ Լեա ուղղակի ջղայնացած եմ քո հետ կապված չի։ Հասկանում եմ։ Դե ուրեմն արի փակենք էլի այդ բոյի թեման։ Ուզում ես քնես։ Դու չէ, քունս չի տանում։ Գիտես չէ կարոտել էի մեր այս գիշերային զրույցները։ Հենց նոր էի մտածում, գիտես չէ։ Ես էլ։ Բայց հիմա փորձի քնի, որ ուժերդ վերականգնվեն։ Որ քո հետ խոսում եմ, արդեն վերականգնվում են ուժերս։ Բայց զգացել ես ինչ որ նոր սիրահարված զույգի տեքստեր ենք իրար ասում։ Վատա։ Չէ։ Ասեմ ավելին։ Շատ լավ է։ Անցնում ենք այն հին ռեժիմին էլի։ Ինչ ռեժիմ։ Դե որ ես սուս եմ մնում, բարձրախոս եմ միացնում եմ ու քեզ եմ լսում։ Կողա գիտես փչացած ռադիո եմ։ Հետո դու քնում ես, ես չեմ հասկանում, որ քնել ես, անդադար խոսում եմ։ Դե լավ, ոչինչ, տենց էլ է պատահում։ Սկսի։ Ինձ դե առանձնապես բան էլ չկա պատմելու։ Շատ Գերմանիայից պիտի պատմեմ։ Այն էլ գիտես չէ, ընդհանրապես քաղաք էլ դուրս չեմ եկել։ Ամբողջ օրը Գրիշի մոտ էի։ Որ մենակ գիշերներն եմ երևի հյուրանոց գնացել, ոչ տրամադրությունն էի, ոչ բան։ Ամենայն անկեղծությամբ երևի այն կյանքիս ամենադաժան օրերն եմ ուտեղ անցկացրել։ Ու գիտես չէ, առողջական համակարգը այդ բան լրիվ ուրիշ էր այնտեղ։ Մինչև հասկանում էի, ասենք ինչ ումից պետքա ինչ հարցնեմ կամ չգիտեմ, որ կաբինետ պետքա մտնեմ, խելագարվում էի արդեն։ Լեո։ Բարի գիշեր սերս։ Ես քեզ անսահման շատ եմ սիրում։ Լեո։ Լեո վեր կաց։ Լեո։ Վեր կաց։ Անթող քնեմ էլի։ Լեո վեր կաց։ Չայր։ Հասցենց։ Ես ինչ հաշիվ է։ Այսօր դու շեյխ ես, շնորհավորում եմ։ Ոայ քորա, դզեց։ Լավ էլ ապրում եք էլի։ Հա, տենում ես ապուս ջան։ Հացը պատրաստ արիչն եք ներքև։ Սպաստորեն ես սենց մատուցման արժանի չէ, հա։ Լկստվեցիք, հա արդեն։ Իջնում եմ ներքև արի դա։ Ոնց ես։ Չես տենում, շատ լավ եմ։ Դեմքի տուրացությունը իջել է։ Հա, բա ինչ պիտի աներ։ Իջում ես, չէ։ Գլուխը չես կախում։ Ոնց ասես դավ ջան։ Դե անուշ արա։ Ոայ։ Մամ, դուրնա։ Հա, բացում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես կարևոր խոսելու բան ունեմ։ Երևի ներս կամ։ Իհարկե, համեցեք։ Շնորհակալ եմ։
Ջան, անես ինչ լավն է։ Ավո ջան, բարի ախորժակ։ Դե զզվացրեցիք էլի արա կերակ մարդուն, չեք թողում մի կտոր հաց ուտի, պտի պարտադիր հարամ անեք, զանգես։ Հա ջան, իմ անուշ ախպեր, դու չես պատկերացնի ոնց էի սպասում ես քո զանգին։ Իշկավ, բարի լույս։ Աստծո բարին, ախպերի ջան, ինչ պտի լինի, հա? Ախպորդ մոտ ոնց պտի լինի, այնա գրիլյան նստած եմ, որի մորը գրիլյանում չի սկսում, ուրեմն ստացված չի լինում։ Ախպեր, ես ստեղի ֆանատն եմ, անմահական ուտելիք, ախպերդ էլ գիտես, ուտող կմող տղա է, սենց համով, մեկ էլ մերս էր հաց տալի, լուրջ եմ ասում։ Բա որ վերջին նորություններն իմանաս։ Գիտես օրդ ինչ տիպի ստացված կլինի։ Յա, դե հենց մի հատ, սկսի ցավը տանեմ, դանդաղ ու մանրամասն։ Ունանին գիշերը կաղամաս են տարել։ Հոհո, սիրտը տուտեմ, հոգիս փառավորվեց, ես ինչ լավ բան ես ասում, հետո։ Մարդմուրտը պահած եղել պատվանում, իր տղերքից մեկին են գրակել, մի խոսքով կոնկրետ կինո է բռնել։ Արա ջան, հեսա ես քեզ մի րոպեից զանգում եմ, դու զգամ ու զանգեմ ու լրիվ կասես, ցավը տանեմ, հա բայց ոնց դու զգամ է, որ նայում եմ սենց ուտելիքին ուղեղս կախում, այ ախպեր, լավ, ես քեզ մի քիչ հետո, մի քիչ ուշոտ կզանգեմ, ցավը տանեմ։ Այ ջան, այսքան էլ ճիշտ, այս ինչ ստացված օր է։ Սուրճ կխմեք։ Ոչ, շնորհակալ եմ։ Շատ համեղ թխվածք եմ պատրաստել, մի հրաժարվեք։ Երևի ձեր տղայի հաղթանակն եք նշում։ Դե առանձնապես չէ։ Իսկ ինչու։ Արժեր չէ։ Հա, Երոս։ Չարացած եք իմ հանդեպ, Դավիթ պապ։ Իսկ չարանալու պատճառ չունեմ։ Ինձ թվում է չունեք։ Երեք ռինգում ինչ էիր ուզում ցույց տված լինել։ Իսկական մարդ։ Դա մարդ էր թե գոյամարդ։ Դա մարդ էր, որտեղ պետք է աղթեր ուժեղագույնը։ Բայց ոչ այդ ձևով։ Ինչքան էլ որ Լեոն քո հակառակորդն էր ռինգում, դու չպետք է մոռանայիր, որ դուք ընկերներ եք կամ էիք։ Հանուն ձեր հին ընկերության դու քեզ պետք է ուրիշ ձևով պահեիր։ Ուրիշ ձև ոնց, պապ, թողնեի, որ Լեոն հաղթեր։ Ես այդքան ոչ ադեկվատ մարդու տպավորություն եմ թողնում, որ քեզանից նման բան պահանջեմ, հա? Բայց Լեոին այդ ձևով գետին տապալելուց առաջ պիտի չմոռանայիր գոնե, որ մեր տանը սեղանի շուրջը հաց ես կերել և մեր տանը քեզ հարազատի պես են ընդունել։ Ես էլ քեզ հարազատ թոռան պես եմ վերաբերվել։ Դավիթ պապ, ինքն էլ ձեզ է հարազատի պես ընդունում։ Հուսամ կօգնեք ձեր տղային ասածներիցս հետևություն անել։ Կյանքը ոչ ռինգում է սկսվում, ոչ էլ ռինգում ավարտվելու է։ Մի պահ թույլացանք էլի հին խնդիրները գլուխ բարձրացրին։ Արդյոք նոր խնդիր է։ Լեոն նորից համառորեն գնում է դեպի այդ Լեոն։ Բան չունես ասել։ Առանձնապես չեմ նկատել։ Ամեն ինչ շատ բացահայտ է չնկատելու համար։ Աղջիկը եկել էր Լեոյի մարտը նայելու։ Նույնիսկ իմ ներկայությունը հաշվի չի առնում այդ աղջիկը։
Այդքանը ինձ հերիք էր, որ ենթադրություններ անեի։ Հա, դու էլ այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում ես։ Ուղղակի համառությամբ լռում ես։ Լեայի մարտին գնալը մեր մտքերը խառնեցիր էր։ Լեան ուղղակի չի գիտակցում, ինչ ողբերգության սկիզբ կարա դնի իր համառությամբ։ Ինչ ես պատրաստվում անել։ Առայժմ Լեային հանգիստ կթողեմ, կզբաղվեմ այդ արդյունքով։ Պարզեցիք ինչ-որ բան։ Եթե երկրում չի, այդ ձեր խնդիրն է, ոնց կարա երկրից գնա ու ոչ ոք չիմանա։ Իսկ եթե երկրում ա ու դուք չգիտեք որտեղ է, այդ ձեր խնդիրն է։ Աստված դարամը ապաքինվի։ Հա, թող ապաքինվի։ Բայց որ հիշում եմ, հետա քրոջը սպանել ուզում եմ տեղում սպանեմ ուղղակի։ Պետք չի։ Ինչը իրականում պետք չէր, այդ քո Արամի հետ խոսելն էր։ Հիմա էլ ես եմ մեղավոր։ Հա, որ չգնայր հետը խոսելու, երևի ինքն էլ չէր գնա այդ Արտյոմի մոտ։ Իսկ ինչ անեի։ Մեկը պիտի լինի, որ ասի ճշմարտությունը։ Եթե պարզել եք որտեղ է, ասա, եթե չէ անջատի հենց հիմա։ Ուզում ես հավատացնես, թե իրոք սրտից չդիպավ։ Մամ ջան, ինչ թխվածք էիր ասում։ Գնա բեր ուտենք։ Քեզ սենց մի պահի էլի, համենայն դեպս ինձ հետ կարիք չկա ձևացնելու։ Ինչ է ուզածդ։ Դավիթ պապի խոսքերից ես շատ աստվեցի։ Ես ինչ անեմ։ Համաձայնի, որ տեղին ասված խոսքեր էին ու վիրավորանքն էլ արդարացված էր։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ինչ անել։ Ռինգում կանգնեի, որ Լեոն ինձ տապալեր, այդ ժամանակ երևի բոլորդ գոհու երջանիկ կլինեիք, չէ։ Չէ, էլի կարայիր հաղթեիր, բայց ոչ սենց ագրեսիվ մոտեցմամբ։ Ես արել եմ այն ինչ որ հարմար եմ գտել։ Հերիք է ինձ քննադատեք։ Ես քեզ լավ եմ ճանաչում, բալես, ու քո խիղճն ու հոգին էլ լավ գիտեմ։ Գիտեմ, որ հիմա ամենաշատը դու ես տանջվում։ Իսկ դու ինչ ես զգում։ Քո պատճառով լարվեց իմ ու Լեոյի ընտանիքի հարաբերությունները։ Արև։ Բարև։ Չէի մտածում, որ սրահից դուրս գամ քեզ կհանդիպեմ։ Կարանք քայլենք։ Քայլենք։ Ու ոնց է կյանքը առանց ինձ։ Իսկ քո կյանքը ոնց է առանց ինձ։ Շատ վատ։ Շատ դժվար։ Այնքան որ որոշել եմ գամ, խոսանք ու հասկանանք ինչ կարանք անենք, որ վերականգնենք մեր հարաբերությունները։ Հարաբերությունները վերականգնելու համար նախ պիտի վերաբերմունքդ փոխես քո, հետո էլ քո շրջապատի հանդեպ։ Շատ լավ, շարունակիր։ Դավ, եթե մենք ընտանիք ենք կազմում, պիտի իրար հարգենք, պիտի հոգսը իրար հետ բաժանենք, իրար հետ կիսենք, ու առաջին դժվարության դեպքում չպիտի իրար թողնենք գնանք, անհաջողության դեպքում չպիտի իրար թողնենք։ Լավ։ Դու քո պայմանները ասացիր։ Հիմա ես իմ պայմանները ասեմ, կլինի։ Դավ, ես պայմաններ չեմ թելադրում։ Ես ուղղակի ասում եմ, թե ոնց պիտի լինի մեր համատեղ կյանքը։ Իսկ ես հիմա ուզում եմ պայման թելադրեմ, շատ կարևոր պայման։ Ընտանիքում հոգսը պետք է լինի տղամարդու վրա։ Իսկ ինչ անենք, որ հրաժարվես քո այդ հետադիմական հայացքներից։ Չէ, չի լինի, չեմ կարա, որովհետև ես չեմ կարա իմ սկզբունքներին դեմ գնամ, հասկանում ես։ Այսինքն դու ուզում ես ես իմ սկզբունքներին դեմ գնամ, կներես, բայց ես էլ իմ սկզբունքները ունեմ։ Փաստորեն չենք հասկանում իրար։ Հա, չենք հասկանում իրար, որովհետև դու անուղելի ես։ Լավ, ինչի ենք բարդացնում ամեն ինչ, ինչ չես կարող ավելի հեշտ ապրես։ Չես հասկանում, որ կան պարտականություններ, որ կյանքում պետք է տղամարդը անի։
Վերջ հա իրոք դավ, պետք չէր գալ հանդիպման քո խնդիրները չպարզած ու այդ քո կոմպլեքսներից չազատված։ Լեա։ Մամ, Նստիր։ մամ ինչ ա եղել։ Դու պիտի ասես։ Ինչ ես անում։ Ինչ ես նորից Լեոին միացել։ Չփորձես ինձ խաբել ու համոզել են, ինչ բոլորին էիր ասում։ Դու երեք մարտին չէիր գնացել, ես արդեն գիտեի, որ Լեոյի հետ սկսել ես հարաբերություններդ։ Հա մենք միասին ենք, մամ։ Որովհետև այսքան ժամանակ մենք մենակ ֆիզիկապես ենք բաժանված եղել։ Ամբողջ ընթացքում մեր սրտերը միասին ա եղել, մամ։ Դու պատկերացնում ես ինչ կլինի, եթե շարունակեք հանդիպել։ Չէ, չեմ մտածում։ Որովհետև եթե մտածեմ, էլի փախչելու եմ։ Իսկ ես այդ չեմ ուզում։ Հայրդ չի ընդունի ձեր կապը։ Իսկ ես հորս կարծիքը չեմ էլ հարցնում։ Ես վախենում եմ։ Թե դու էլ ես դեմ դուրս եկել մեր հարաբերություններին։ Մի քանի ամիս առաջ դու էիր ամեն ինչ անում, որ մենք միասին լինենք։ Որովհետև տեսնում էի քո տառապանքը։ Իսկ հիմա ինչ ես տեսնում։ Սեր եմ տեսնում աչքերիդ մեջ, ու այդ հայրդ էլ է տեսնում։ Ու հաստատ ինքը հանդուրժողը չի։ Ինձ հստակ հասկացրել է։ Այս անգամ ես էլ չեմ հանդուրժելու։ Գնալու եմ իմ սիրո հետևից։ Ինչ լինում է թող լինի։ Ինչ ասեմ, Աստված պահապան, ուրիշ բան չեմ կարող ասել, բայց լավ իմացի, որ հայրդ չի հանդուրժելու։ Խարա առաջվա գրիշից բան չի մնացել, այնվաղ լավ էր էլի, կյանքը ուրախ, ապրուստը ձրի, մի բան չի մնացել այն կյանքից, այ մանան, սաղ կյանքս գլխի վայր շրջիր։ Ասա։ Այնքան երկար չպատասխանեցիր զանգից, մտածեցի ինձ հետ չես ուզում խոսել։ Դաշտին հետ ժողել ես։ Չես ուզում, կարող ես չշփվել։ Պարզապես մտածեցի կուզես ինձ հետ հիվանդանոց գալ։ Հիվանդանոց խիպատի ուզեմ գամ հետդ։ Ուզում էի գնալ երեխայի սրտի բաբախը լսել։ Կուզես գամ քո հետևից։ Չէ, իմ հետևից գալ պետք չի։ Հետո կզղջաս, բայց քո իրավունքն ա, Գրիշ։ Որ հիվանդանոցում ես երեխա ունենալու։ Լեո վերկած բազմոցը քաշենք։ Տենց լավ չի։ Մյուս աղբորդ էլ կանչի, պարկեք, ես էլ գործ անեմ։ Չես ուզում։ Չես հասկանում, որ պիտի բազմոց հոգնես քաշենք, որտեղ մաքրեն։ Այդ աղա ջան, այդ վիճակում վերեսկացել գործ ես անում։ Պապի ջան, որ վեր չկենայի գործ չանեի, մանուշակդ ինձ ավելի վատ վիճակի մեջ կգցեր, քան հիմա եմ։ Անկապ խոսում ա պապի։ Մի խոսքով դու թոռանդ ինձնից լավ ես ճանաչում։ Ես էլ բավայից տնից եմ գալիս։ Գնացի մի երկու խոսք ասեցի, սիրտը սովածավ։ Ինչ ես ասել պապի։ Ասեցի, որ ուտող ուրացող լինելը լավ բան չի։ Պապի լավ էլի։ Իրար հետ եղբոր պես եք եղել։ Ինքը մեր տանը սիրված երեխա է եղել,
Որքանով է ճիշտ իր անմարդկային մոտեցումը։ Պապի լավ էլի։ Քեզ ով էր խնդրել։ Ես քեզ խնդրել էի, որ գնաս իրանց տուն մի հատ էլ խրատներ տաս իրան։ Ինչ մի խառնվեցիր իրար։ Ես արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել։ Ուղղակի քո արարքը ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Ուր այդ աղա։ Կատաղեց։ Ոնց է կատաղեց։ Ես այս տարիքում իրանից մի թույլ տվություն հարցնեմ, ինչ անեմ, ինչ չանեմ։ Գնում եմ հանգստանալու, չգիտեմ երբ կգամ։ Թե ասարա ինչ մտքովդ անցավ վեր կացար գնացիր, ապրիելի քո համար։ Ավու հալալա, հալալա աղբեր, դու քոնն արեցիր, դու քոնին հասար, Վովան ու Օլգան գնում են, Վովան դարձել էր ինձ հետ քայլող պայթուցիկ, մտածում էի ոնց քայլեմ, որ չկանգնեմ վրեն պայթի, մի քիչ են Օլգանա ջանից դարդեղել, դրա սիրտ ինձ շատ ա կպել, ինչ անեմ, հա, ինչ անեմ, որն է իմ մեղքը, որ ես սենց հմայի չեմ ծնվել։ Հեա, աներորդի, ես դու էլ ես տեղ գալիս։ Ես եկել ես նշելու։ Ինչը։ Երեկվա ներկայացումը։ Հա։ Հաճույք ստացար, թե ոնց էին աղբորդ տղերք իրար մորթում ռինգում։ Ես չէ, բայց ոնց տեսա դու լավ հրճվում էիր այդ տեսարանից։ Ինձ ինչ։ Ուղղակի զարմանում եմ, թե ոնց ես թույլ տվել, որ աղբորդ երեխեքը իրար մորթեն։ Չնայած ում ինչ եմ ասում։
Դու ոչ գիտես աղբերն ինչ է, ոչ աղբորը արժեքն ես հասկանում։ Գոնե ես այդ տեսել եմ։ Դու տեսել ես են, ինչ քեզ ա ձեռ տվել։ Պատկերացնում ես ես այդ ժամանակ մոտենայի հորդ ու աղբորդ մյուս երեխեքին ու ամբողջ ճշմարտությունն ասեի։ Բա մոտենայիր ցավը տանեմ, ում էիր սպասում։ Թե ես քո կարծիքով դրանով դու ինձ ես լավություն արել։ Ու հիմա էլ եկել ես, որ ես քեզ շնորհակալություն հայտնեմ ու պատվեմ հարգեմ։ Ինձ պետք չի խառնել ձեր ընտանեկան այդ կեղտոտ խոսակցություններին։ Դու ինձ ավելի լավ է ասա ուրա Արտյոմը։ Ես ինչ իմանամ ուրա Արտյոմ, այ աղբեր, Արտյոմը քո աղբեր են, գերնա իմը չի։ Իբր տեղյակ չես, որ Արտյոմը չկա, հա թռածա։ Չէ, չգիտեմ, որ թռածա, բայց ճիշտն ասած տեսադաշտում չկա, չի երևում։ Ու մտածում եմ, որ դու ես հորիզոնից անհետացրել։ Ավա նորից եմ հարցնում։ Ուրա Արտյոմը։ Չգիտեմ, հենց իմացա քեզ կասեմ։ Եթե ես իմացել եմ, դու ես պահում դրան։ Վերջդ կգա։ Հունան աղբեր ուր այդ ցավը տանեմ, արի լողանանք միասին։ Դու լողացի, որ մաքրվես։ Ոնց եմ սիրում, որ դու հունից դուրս ես գալի։ Հա, Լեո Սարգսյան։ Իա, ինչի տենց պաշտոնական։ Տենց ուզեցի։ Դե ուրեմն տենց պաշտոնական էլ արագ տնից դուրս արի, քեզ եմ սպասում։ Ուր դուրս գամ։ Հարմար չի հիմա ինձ։ Ոնց։ Ես կարևոր չեմ քո համար։ Չէ, դե քննարկման ենթակա չի, շատ կարևոր ես։ Դե ուրեմն դուրս արի, տաքսին ձեր դռան մոտ կանգնած է։ Տաքսի ես ուղարկի հետևիցս, թե դու ես եկել։ Լեա ջան, ինչքան հարց ես տալիս, դուրս արի էլի։ Ոնց բախտդ բերեց, որ նրանք տանը չեն։ Այդ ձերոնց բախտն է բերել, որ իրանք տանը չեն։ Լավ, գալիս եմ։ Շատ ուրախացա, որ եկար։ Հա, դե նա ինչ փչացնես։ Որ ենք գնում։ Արի կիմանաս։ Բարոյցս։ Չեք տեսնում հրիկաներսում, դուրը փակեք դուրս եկեք։ Դոկտոր երեխայի հայրն է, կարող է ներս գալ։ Կներեք, չգիտեի։ Ոչինչ խնդիր չկա։ Առաջացեք։ Բժշկուհի ջան, սաղ լավ է երեխու մոտ։ Այո։ Դոկտոր, կարող ենք երեխայի սրտի ձայնը նորից լսել։ Մի պահ, երկար չի կարելի։ Շնորհակալ եմ։ Աչքերս չեմ հավատում, որ քայլում ես։ Ինչի չէիր ասում, անակնկալ էիր ուզում ինձ անել։ Երևի դրա համար չթողեցիր, որ գայի հետևիցդ։ Լավ մտքիք ոգևորվի, չես քեզ բաներ երևակայում։
հաճելի է երեխու սրտի ձենը լսելը։ Լուրջ եմ ասում սրանից կայֆ բան չկա այս աշխարհում ինձ թվում է։ Հավանեցիր, հա։ Խոսքեր չունեմ, ինչ հավանեցիր։ Այսինքն արժեր գալ հասնել ստեղ։ Չի քննարկվում։ Իհարկե արժեր։ Դե հա, նույնիսկ արժեր մերոնց զանգերին չպատասխանել, չէ՞։ Այդ առաջին անգամ ինձ նենց անպատասխանատու եմ զգում։ Այսինքն երջանիկ լինելը հիմա տենց է կոչվում։ Ուզում եմ ուղղակի վայելեմ իմ այս կարտի չանկությունը։ Ոչ ոքի մասին չմտածեմ։ Ու այդ օպուշ վախերից ազատվեմ։ Բայց ես տենց էլ չհասկացա, թե դու տենց ումից ես վախենում։ Բայց գոնե երբ որ իմ կողքին ես, արի վախերից ազատվի կլինի։ Բայց արի ներսել նայենք, հա։ Ահա, գնանք, բայց դու այդքան մի վռազի, որովհետև ստեղ ենք մնալու։ Ոնց ստեղ ենք մնալու։ Դե հա, դու իմ հետ ստեղ ես մնալու, մենք եկել ենք ստեղ, հետ չգնալու նպատակով։